Ողջույն բոլորին, բարի գալուստ իմ YouTube-յան ալիք, ես Օնիկն եմ։ Շարունակում ենք ճանապարհորդել Հայաստանի ողջ տարածքում, այս պահին գտնվում եմ Լոռու մարզում, Ամրակից գյուղում։ Եկել եմ այստեղ նկարելու Սուրբ Նիկոլայ հրաշագործի եկեղեցին, որի մասին այս վերջը շատ են խոսում, շատ հրաշք եկեղեցի կա, ցավոք սրտի լավ վիճակում չի գտնվում հիմա։ Ճանապարհը իհարկե լավն է, Ստեփանավան գնացող ճանապարհին է, այստեղից ուղղակի թեքվում եք, մի 100 մետր վերև եք բարձրանում, մենք մեքենան թողեցինք, որոշեցինք ոտքով բարձրանալ, իհարկե վերանորոգված չի դեռ ճանապարհը, բայց ասում են, որ վերանորոգվելու է։ Մենք ոտքով բարձրանում ենք, այստեղ հանդիպելու ենք Վահեին, ով էլ մեզ պատմելու է եւ իրենց գյուղի պատմությունը եւ եկեղեցու պատմությունը։ Այնպես որ շատ հետաքրքիր է լինելու, գնացինք։ Արդեն եկեղեցու մոտ ենք, ստեղ հարև ձեզ։ Հետաքրքրում է եկեղեցու պատմությունը։ Մարդ ենք սպասում, հա, հեսա գալու է։ Այստեղի գիտնեմ։ Հա, այս բիզնես եք սկսել այստեղ։ Մենք նկարում ենք, մեր բլոգում ենք գցելու, Facebook-ով, բլոգ ենք անելու, հա։ Կարաք մի երկու բան ասեք, ձեր մասով ասեք, այսինքն այստեղ գիդի ծառայություն եք մատուցում, հա, ու 1000 դրամ։ Այսինքն ցանկացող մարդը կարող գա, ինչ-որ կոնտակտային հեռախոսը համար կթողեք, թե պրոստը գայս են մուտքի մոտից։ Հա, կարող ենք հեռախոսը համար թողենք։ Դեռ եկեք ձեր տվյալները, միանգամից ասեք ես նկարեմ։ Ամիրխանյան Ռաֆի ջան, հեսա մի վայրկյան, հեսա ձեզ նկարեմ, ձեր կոնտակտները տվեք, որ տեսնեն գան մարդիկ միանգամից բան անեն։ Facebook, YouTube ամենտեղ գցել ենք։ Instagram։ Ամեն ինչ ունենք։ Գյուղի պատմությունը։ Եկեք հեռախոսը համար ասեք, մի հատ գրենք։ Իմ ասը ասեմ։ Տարբերություն չկա, 077, ասա ես հետո տեքստի մեջ է գրեմ։ 34 71 14 Ռաֆի համարն է։ Ձեր անունը ո՞նց է։ Վերոնիկա 094 44 86 04 Ես եմ Վալենտինա 093 28 42 42 40 ինչ վերջում 42 Всё, անտեր։ Դե ժողովուրդ, արդեն հասանք եկեղեցու մոտ, հանդիպեցինք Վահեին, ով էլ մեզ հիմա կպատմի եկեղեցու պատմությունը, բարև Վահե, խնդրում ենք ներկայացնել եկեղեցու պատմությունը, որովհետև շատ-շատերն է հետաքրքիր ու համացանցում ինֆորմացիայի 90%-ը չեն համապատասխանում իրականության հետ։ Մենք ուզում ենք առաջի ձեռից ճիշտ ինֆորմացիա լսել։ Մեր եկեղեցին կառուցվել է 1840-ական թվականներին այդ ժամանակաշրջանի Նիկոլաևկա գյուղի կենտրոնում։ Գյուղը եղել է ռուսական, ուստի եկեղեցին էլ հիմա ռուսական եկեղեցի է, ներկա ժամանակ էլ է պատկանում ռուսներին, չի եղել ինչ-որ ժամանակ, որ պատկանի հայերին, եղել է մի ժամանակահատված, որ վրացիներին է պատկանել, որովհետև այս տարածքն էլ է պատկանել վրացիներին, բայց հիմա ինքը էլի ռուսական եկեղեցի է։ Կառուցվել է 1840-ական թվականներին, թվագրումը այդպես է արվում, որովհետև տարբեր վարկածներ կան, թե կառուցվել է 1841, 44 թվականներին։ Կարևորը 19-րդ դարն է։ Այս մասում հարավից գիտե զանգակատունը։ Զանգակատունը կառուցվել է եկեղեցու կառուցումից մի քանի տարի հետո։ Ինչպես տեսնում ենք, շատ անմխիթար վիճակում է գտնվում, գրեթե փլուզման եզրին է, հա, ինչ-որ ծրագրեր, բաներ չկան, հա, որ վերականգնվեն։ Ծրագրեր հիմնականում չկան, որ վերականգնվի եկեղեցին։ Եկեղեցուն այսպես ստացել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ, այդ ժամանակաշրջանում գյուղի ռուս բնակչությունն էլ այդ ժամանակ դեռ գյուղում ռուսներ եղել են, բայց այդքան շատ չէ, ու իրանք հասկացել են, որ գյուղը քիչ-քիչ դառնում է հայկական գյուղ, ու փորձել են գյուղից ինչ կարողանում են իրանց հետ տանել, որովհետև մեծ մասը հեռացել են գյուղից, դրանից հետո այդ թվում եւ զանգը գողացել են ու տարել են։
Եկեղեցու ներսում ահա որ անմխիթար Ռուսաստան գնացել թե այլ գյուղեր։ այլ գյուղեր։ Այդ ֆիոլետովո բան այդ կողմերը երևի, հա։ Չէ, ավելի հեռու են գնացել, ավելի հեռու գյուղեր են գնացել, Լոռի մարզում էլ չեն եղել։ Հա, դուրս են գնացել մարզից, ու ինչքան թանկ բանկ այսպես ասած։ Հա, այս եկեղեցու ներսի բոլոր սրբապատկերները ման ամեն ինչը տարել են, ինչն էլ մնացել էր 2009 թվականին տեղափոխվել է Վրաստան ու Գյումրի, նշեմ նաև որ Վրաստանում էլ ասում են, ես հստակ չգիտեմ, ասում են որ կա քույր եկեղեցի, այս եկեղեցուն հենց Թբիլիսիում չեմ կարող ասել, հստակ տեղը չեմ կարող ասել։ Հետաքրքիր է։ Ահա որ անմխիթար վիճակում է, անընդհատ քարեր են պոկվում, եկեղեցուն ընդհանրապես տանիքը կառուցված է փայտից, ինքը քարաշեն է, եկեղեցին նաև վերանորոգվել է 1914-ից 18 թվականների ընթացքում։ Հա։ Վերջի վերանորոգումը դա է եղել, հա, երևի։ Ահա, ունեցել է երկու մուտք, գլխավոր մուտքը եւ երկրորդ մուտքը, որը հիմնականում ծառայել է քահանաների համար։ Այստեղ քահանաները հիմնականում եղել են Վրաստանից, եկեղեցին որ գալիս են, այս մասին ուշադրություն չեն դարձնում, բայց այս մասում ավելի գեղեցիկ է եղել եկեղեցին, հատկապես այն ժամանակ, երբ որ ինքը եղել է կառուցված, ունեցել է մեծ պատուհաններ, գմբեթները ռուսական կարող եք տեսնել, հենց առաջին փաստը, որ ապացուցում է, որ եկեղեցին ռուսական է, գմբեթի վրայի խաչերը, եթե կտեսնեք բոլորը հայկական խաչեր են, ուղղակի մեջտեղի խաչը, ունի նաև երկրորդ այդպես թևը, երկրորդ թևը, որն էլ ապացուցում է, որ ուղղափառ է։ Այո, իսկ ներսը որ նկարներ կան, вообще ռուսական եկեղեցիներում լինում են, շատ են լինում, հա։ Այստեղ քանի որ փագա չեն կարողam հիմա ներս տեսնել, չնայած ոնց որ թե չի երևում։ Ներսը չէ, ասեմ ինչքան, որովհետև բոլոր այդ պատերը եղել են ներկած, բայց մինչև էլ չի եղել, գյուղի մեծերին ասում են, որովհետև հնարավոր է որ երկրաշարժի ժամանակ այդ քարը մաշված լինի ու այդ բնականաբար այդ մնացած Չերևան, բոլոր սրբապատկերները գողացված են, մի մասը տեղափոխվել է, եթե մտնենք այն լքված հին տները, գյուղի կարող է գետնին ընկած տեսնենք կոտրված սրբապատկերները, որ գողացել են, մի մասն էլ անգամ չեն էլ հասցրել իրենց հետ վերցնել։ Այս եկեղեցու ամեն մի նման գագաթին եղել է գմբեթ, գմբեթներն են ժամանակի ընթացքում ընկել են, եկեղեցին շրջապատված է ասենց ծառերով, որոնք էլի ինչ-որ չափով հատկապես դիմացի ծառերը վտանգ են հանդիսանում, որովհետև ծառի մեջը փտած է ու կարող է ընկնել եկեղեցու վրա։ Եկեղեցու դարպասներն էլ են անմխիթար վիճակում։ Ընդհանուր անմխիթար վիճակում է, հա, ոնց որ տիրություն անող չունի, այսպես ասած։ Վերակառուցման համար արդեն գծագրված նախագիծը կա, անհրաժեշտ է $2 միլիոն, որ եկեղեցին վերակառուցեն։ Չնայած չեմ կարծում, որ վերակառուցելիս կարողանան պահպանել այս նույն տեսքը, ինչ որ եկեղեցին ունի հիմա։ Այս եկեղեցին ապակիները լուսամուտներն եղել են ապակուտ, բայց արդեն գյուղի երեխաներից բարձրանում են այս ապակիների վրա, դրա համար ներսից փակել են, որ չերևա, որ չբարձրանան։ Իսկ ով է փակել գյուղ համայնքապետը, համայնքապետանի աշխատողները, որպեսզի ավելի ապահով լինի։ Վայ ջան, այս կորոնավիրուսը այսպես նպաստեց, որ շատ հայտնի դառնա այս եկեղեցին ու հոսքը բավականին մեծ էր տուրիզմի այստեղ։ Դա գյուղին ինչ-որ առումով լավ է, ինչ-որ առումով վատ էր, այստեղ գյուղի կասեցին, որ տուրիստները շատ կեղտոտում են ու վայ հետ ուզում ենք կոչ անենք բոլոր այն մարդկանց, ովքեր գայս են այստեղ, տարածքը մաքուր պահեն, քանի որ հետո երեխաներն են մաքրում այդ իրենց հետևից թողած աղբը։ Այսքան է եկեղեցու մասին, ես շատ հավանեցի, շատ հետաքրքիր է, յուրահատուկ է, շատ տարբերվող, սենց բան Հայաստանում երևի թե չկա, միակն է, կոչ եմ անում բոլորին գալ այստեղ, նպաստել երեխաների բիզնես ծրագրերի զարգացմանը, ինչու՞ չէ նաև հանգստանալ ու գեղեցիկ լուսանկարներ ունենալ։ Եթե հավանեցիք այս վլոգս, ապա լայք, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, եթե դեռ չեք բաժանորդագրվել, եւ մի մոռացեք հետեւել ինձ Facebook-ում եւ Instagram-ում on travel vlog։